Ահա, սա թանգարանն է։ Ներեցեք թանգարանը երբ է բացվել։ Թանգարանը 2018 թվականին է բացվել, երբ որ մենք նշեցինք Թավշյա հեղափոխությունից հետո։ Հեղափոխության հետ կապ չունի, ուղղակի թիվն է համընկնում, ուղղակի երբ որ մենք նշեցինք հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակը 1918, այսինքն մեր առաջին անկախ պետություն եւ 2018։ Ինչ է պահվում այստեղ։ Այստեղ հիմնականում պաշտոնյաների, պատգամավորների ստացած նվերներն է եւ մենք ըստ պետությունների ենք ընդ ձևավորել թանգարանը։ Ամենահետաքրքիրը ձեր կարծիքով ո՞րն է։ Ամենահետաքրքիր նվերը։ Իսկ եթե յուրահատուկ առանձնացող, չէ՞։ Այս հագուստը ումն է։ Որտեղից է ստացել։ Այդ հագուստը Ղազախստանի ազգային տարածքն է։ Նվիրել են մեր նախագահ Ալեն Սիմոնյանին, ինքը շապատ է կոչվում, հենց իր անունը այդպես շապատ է կոչվում, ինքը թանկարժեք հյուրերին, բարձրաստիճան հյուրերին են տալիս, ինչքան ես ինֆորմացիա ունեմ։ Իսկ ընդհանրապես օրինակ ֆրանսիացիները, երբ որ պատվիրակություններ եկել, հետաքրքիր պատմություն։ Առաջինը, երբ որ արտասահմանյան պատվիրակությունը, առաջին հարցը լինում է, թե ինչ ունենք մեր երկրից։ Մենք դրա համար ենք ըստ պետությունների ձևավորել թանգարանը, եւ երբ որ Ֆրանսիայի հատվածը ես իրենց ցույց տվեցին երկրորդ հարցը, որն է դրանց մեջ ամենաարժեքավորը եւ ձեր համար թանկ է, այն ոնց է դուք եք հարցնում, բերեցի այստեղ Շարլ Ազնավուրի ֆրանսերենով մաղթանքներն է իր ստորագրությամբ եւ 1996-ին։ Հա, երբ որ ինքը խորհրդարան էր եկել, այդ թանկարժեք կարելի է այդպես արժեքները այդպես ներկայացնել, էլի։ Այս գումարային մասով, եթե միջինչ մատերիալիզացնենք։ Չէ, մենք ինքներս գնահատման այդ ֆունկցիա չունենք եւ չենք էլ կարող դա մասնագիտական, բայց այստեղ վերջերս, երբ որ կարգ է սահմանվել, որ եթե պաշտոնյաները 60,000 դրամից թանկ հուշանվեր են ստանում, նոր օղակ է բացվել, ինչքան գիտեմ, պետգույքում, որ նրանք պետք է գնահատեն եւ եթե 60,000 դրամը գերազանցում է հուշանվերը, պետք է իպահ տրվի, դա արդեն իրենք են որոշում, դե հիմա եթե մեր պատգամավորներն են նախագահ, բերում են մեր թանգարան։ Կոնկրետ այստեղ ունենք նմուշներ արդեն այդ կարգը գործելուց հետո, օրինակ այս բաժակը, որը Վալենտինա Մատվիենկոն երբ որ եկել էր խորհրդարան, Ալեն Սիմոնյանին էր նվիրել 120,000 դրամ է իր արժեքը։ Այնտեղ մենք ունենք մի հատ այ թռչուն, որը 160,000 դրամ է։ Այդպես, քանի որ այդ կարգը կա, արդեն գնահատման համակարգն էլ է գործում եւ արդեն իպահ տալիս են թանգարանը։ Այս ոնց հասկանում եմ, ըստ երկրների է, հա, տեղադրել։ Ըստ երկրների։ Այս Ռուսաստան։ Հիմա այս Սլավոնական երկրներն են, կարող եմ ասել, Վալենտինա Մատվիենկոն Հովիկ Աբրամյանին է տվել։ Մատվիենկոն շատ է սիրում փաստորեն ազգային ժողովի նախագահն է այդպես թանկարժեք նվերներ տալ։ Այս հատվածը իրանց գժել, իրանց հենց այդ բնակավայրի անունով էլ կոչվում է, այս իրենց արհեստը գործերը, այս հատվածը Արարատ Միրզոյանի Սանկտ Պետերբուրգ պատվիրակության այցի ժամանակ են նվիրել, որը 1744 թվականին Ելիզավետակացու կողմից Լոմոնոսովի անվան ճենապակու գործարանը երբ որ ստեղծվեց, հիմնականում եւ դրանք Սանկտ Պետերբուրգի ջրանցքները, իրանց կամուրջները գիտեք, այնտեղ ինչքան շատ են։ Այդ ամեն ինչը փորագրված է այդ բաժակների վրա այդ պատկերները։ Այստեղ է շատ սիրուն ինչ որ պարսկական արևելյան երկրներն են, այս վերևի հատվածը չինական հատվածն է, չինական պատը տրիդեյով սարքած, պարսկական։ Դե մենք գիտենք, չէ՞, նաև պարսիկների մշակույթը իրենց շատ հին եւ շատ գեղեցիկ է եւ հիմնականում ձեռքի աշխատանքներ են սրանք, ինչ որ ցուցադրում, սա Վիետնամն է։ Այնտեղ մենք Հնդկաստան, այս հնդկական հատվածն է, Հնդկաստանն է, Մահարաջա։ Ամենաշատը որ երկրից են։ Այդպես կարող եմ ասել, օրինակ Պարսկաստան, Ռուսաստան, նախկին ավելի շատ հանում այդպես էր։ Քան հիմա։ Ահա, քան հիմա։
Բայց էլ այստեղ ավելի sense յուրահատուկ թանկարժեք հատված։ Օրինակ այս շախմատով Այս շախմատը, քանի որ մեր օրոք ենք ստացել, գիտենք ով է տվել, ում են տվել։ Սա Արարատ Միրզոյանի մեր նախագահ եղած ժամանակ տվել է այն ժամանակվա սենատի նախագահ Դարիգա Նազարբաևան։ Որ սենատի։ Ղազախստանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևան, երբ որ այցելել էր մեր խորհրդարան, այս հատվածը Կիպրոսի հատվածն է, Հոլանդիայից ունենք, Հունգարիա, Չեխական, Ռուստալայս, Ֆաբերժեի այս երկու ցուցանմուշ ունենք Ֆաբերժեի ծվերից, որը մեզ Արաբաբլոյանն է նվիրել մեր նախագահ ազգային ժողովի։ Նախկին նախագահ Արաբաբլոյանի օրոք ենք այս սա է որ 150,000 դրամ արժե։ Էլի նույն ընթացիկ կարգով թե թրջունը կապույտ խրուստալ ոնց որ այդպես երևի էլի հա։ Սա ում են նվիրել։ Ալեն Սիմոնյանի։ Այո։ Այս հատվածը ամերիկյան հատվածն է։ Այստեղ Նենսի Փելոսին հենց ամերիկական տեսեք փորագրված է ափսեի վրա, այս է ափսեն։ Նենսի Փելոսը հա եկել էր ազգային ժողովի նախագահ։ Այո, Ալեն Սիմոնյանը։ Ափսեա նվիրել։ Ափսեա նվիրել ու իր անվանական հենց փորագրությունն էլ կա։ Իսկ ընդհանրապես իրանց մոտ ընդունված է հոգևոր թեմաներով ափսեների։ Սա իրենց կապիտոլյումի առաստաղից մի փոքրիկ հատված է։ Իսկ այս խմիչքով է նվիրել։ Միակ խմիչքն է ոնց որ։ Միակ խմիչքն է, կոնյակ է, որը էլի նախագահին Ալեն Սիմոնյանին Վրաստանի խորհրդարանի նախագահն է նվիրել։ Այստեղ Ֆրանսիա հատված է, Գերմանիա, Կանադա, Պորտուգալիա, Ավստրիա, Շվեդիա, սա վրացական հատվածն է։ Եվ այս եղջյուրները այդպիսի մի պատմություն կա, ասում են, երբ որ վրացիները միմյանց նվիրում են այս եղջյուրներից, պետք է զույգերով նվիրեն, որ ընկերովի խմեն։ Եվ մինչև վերջ խմեն, որտեղ տեսնում եք տակդիր չունի, որ խմի, պետք է մինչև վերջ։ Այդպիսի նույն խոսում են, էլի։ Սա մեր գումարվա կարգն է, մեր գումարվա օրվա կապակցությամբ, երբ որ մեր պատվիրությունը Գյումրի էր գնացի եւ մինչեւ օրս էլ այս է շատ կարեւոր Մեգերյան կարպետը մեր շատ հայտնի, որը 1917 թվականին Նյու Յորքում է ձևավորվել այդ Մեգերյան իրենց ընկերություն եւ մեր հայկական կարպետագործության գործգործության բնագավառում շատ մեծ դեր են կատարել եւ ընդ որում Մեգերյան կարպետը Սուրբ Ղազար կղզու խորանը եւ շատ թագավորական այդպիսի պալատներում զարդարում է մեր Մեգերյան կարպետը որպես այս դրոշների հավաքածուն Արաբ ամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսն է նվիրել մեզ, երբ որ 2022 թվականին իր պատվիրակությունով Հայաստան էր եկել եւ ինքը եկել է նաեւ մեր թանգարան ապրիլի 24-ի առիթով էր իր պատվիրակությունը Հայաստանում, նաեւ թանգարան էր եկել։ Այստեղ Իտալիայից ունենք մեկ էլ այս վազը դուրս եկավ դա։ Հա, շատ լավն է, վրացական է։ Այո։ Այն սկիհը, որը հայերեն սկիհ է կոչվում, այդ գավաթը գինի, որ հայ եւ վրացական ընդունված կարգեր եկեղեցիներում կարմիր գինին այդ սկիհերի մեջ են։ Այստեղ իրանց Թամար Թաքուհու պատկերով էլի զարդատուփ է։ Վրացական հատվածն է այստեղ հենց։ Մենք ըստ պետությունների ենք էլի փորձում դնել։ Հա, մերսի։ Այստեղ այս այա շատ հետաքրքիր, ինքը գիտեք, արևելքում սրճախմությունը մի հատ արարողություն է Լիբանան, այդպես Սիրիա եւ այլն, եւ այդ սուրճ էփելու հարմարանքներն են ջազվաներ մեր ասած, հա, որը էփում են հողի կամ ավազի վրա, ոչ թե կրակի եւ մեջը ամբողջությամբ մաքուր պղինձ է եւ ասում են որ շատ համեղ սուրճ է դրանով պատրաստվում։ Բայց ցավոք ոչ մեկ չի փորձել։ Մենք նվիրել ենք ստե։ Նմուշ։ Այս է շատ հետաքրքիր, Հովիկ Աբրամյանին են նվիրել, Բալբեկ, որը ոնց է տվել է չի պահել իրեն։ Որը դες իրանչին է պետք։ Որը համարվել է հռոմեական կայսրության ամենամեծ արգելավայրը եւ այս 6 սյուներն է պահպանվել, որը կոչվում է Յուպիտերի սյուներ։
այդ ամբողջ համալիրից դարերի ընթացքում պահպանվել է միայն այս 6 Բարի։ Այստեղ հոգևոր, այստեղ եթե ուզում եք շատ հետաքրքիր այս իկոնան սա Արարատ Միրզոյանի ընդհանրապես այսպիսի բան կա էլի, երբ որ բարձր պաշտոն նշանակում կամ ընտրվում են, ոնց որ ամենայն հայոց կաթողիկոսը օրհնանքը պետք է գնան ստանան էլի, այդ հետերներ գրած է Արարատ Միրզոյանին ամենայն հայոց կաթողիկոս։ Այսինքն կաթողիկոսը միշտ պատգամավորներին նվերներ արել։ Չէ, ուրիշ չէ։ Այն երկրորդը դա Գուգարաց թեմից է։ Այստեղ այս Լեհաստանի Սիգիզմունդի զանգը, այս փոքր զանգը շատ ինքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ ցուցակի մեջ է ներառված։ Այդ փոքր զանգը կոչվում է Սիգիզմունդի զանգ, որը կախված է Կրակով, Լեհաստանի Կրակով քաղաքի Վավելի տաճարից եւ կշռում է 12.5 տոննա։ Ընդ որում հա շատ ես էլ եմ միշտ այդպես տարակուսած ոնց եւ 30 կիլոմետր շարավղով, երբ որ իրենց ազգային եւ եկեղեցական հոգեվոր տոների ժամանակ են հնչեցնում, ասում են այդքան ուրեմն շարավղով լսվում է իր զանգը։ Այստեղ շատ հետաքրքիր է մեր մոզաիկայով սարքած ազգային ժողովի շենքի պատկերն է, որը Արա Բաբլոյանին, մեր նախկին նախագահին նվիրել է Հրաչ Պողոսյան, այդպիսի բարեգործական ընկերություն կա Սանկտ Պետերբուրգում եւ իրան նվերել է մեր նախկին նախագահին։ Սա հիմնականում Միջին Ասիայի հատվածն է։ Այստեղ շատ հետաքրքիր ու հայկական բաների վրա ես կենտրոնանամ, կոչվում է հայկական այգուբեն ֆաքսիմիլե, որի օրիգինալը գտնվում է Բերլինի ազգային գրադարանում եւ առաջին Անդրեաս Մյուլլեր, առաջին գերմանացի արևելագետներից եւ մեր նախագահին նվիրել է Արարատ Միրզոյանին, երբ որ Բերլին այցեր արել, նվիրել է իրենց Բունդեստագի նախագահ Շրոդերը։ Այսպես։ Լավ, մերսի շատ։ Խնդրեմ։